հայոյանքներ լճեցնում, ինչ հետևանքով մյուս քպականի կողմից ծեծի է ենթարկվել։ Խնդրեմ, Վեսպրեդելը իրար մեջ էր մեր կռիվը ավելի Դե հասկանում եք, այստեղ պետք է հասկանալ, ախր ինքը ինչ-որ տենց քուչի տղա էր, որը մեկ էլ վդրուկ դարել է ով, ոչ թե մասնագետ, ոչ թե քաղաքացի լավ, ոչ թե ինչ-որ բարերար, բարեգործ, երգիչ, մի խոսքով մարդ, որը իր հմտություններով աչքի անկել հանրության կողմից և բան արել։ Ինքը դարել է Կոնջորյանի աղբերը, ծանոթ բանա, չէ, տիպը, չգիտեմ, ես իմում ախրանի պետի քավորի Սանիկի հարևանի տղեն է, իսկ այս մարդը կոնկրետ ուղիղ կապ ունի, Կոնջորյանի աղբերն է, իրա թուրը աչ ու ձախ կտրում է։ Հետևաբար այդ լկտի պահվածքը բնորոշի այդ նուվորիշներին, այդ ռամիկներին, որոնք իսկ գրյազի в կնյազի, մեկ էլ դարել են կինոյի տղա։ Հիմա ծեծյա ենթարկվել, թող Արփինե Սարգսյանը գնա բռնի ծեծողին, Նիկոլ Փաշինյանը կզանգի կասի մեր օնքականը տենց շատ ժոստկի չլնեք, Վարդապետյանն էլ կամ կկարճի գործը կամ էլ բան կանի, ադմինիստրատիվով գործը կշարունակի ու կփակին կգնա, բայց ասենք եթե ես ծեծեի Կոնջորյանի աղբորը նույն բանի համար, վստահեցնում եմ, որ ես մի 8 տարով կգնայի կնստեի։ Ոստեղ հարցը այն է, որ մարդիկ վդրուկ մի գեղեցիկ առավոտ զարթնել են ու հասկացել են, որ իրանց կարելի է ամեն ինչ։ Ու այդ կարծիքը ամրապնդվում է և երաշխավորվում է քպեական իշխանությունների կողմից։ Եթե դու մերոնքական ես, ինչ ուզում ես արա։ Եկեք հիշենք ապարանի սպանություն, երբ որ քպեական երիտասարդները սպանեցին ընդդիմադիր քաղաքացիներին։ Լուր խաբար կա այդ գործից։ Դատվողներ, հետախուզման մեջ գտնողներ, вообще առհասարակ բացահայտվել են անունները։ Իհարկե ոչ։ Բայց ծեծնու հայոյանքը ինչն է թեման է, փողը, կառուցապատման կամպանիայում մարդ են դարձել ու արդեն կամպանիա ունեն նմանատիպ, մի հատ էլ փողի կռիվ ամիշներ արդեն։ Չէ, այդ ամեն ինչ ես հասկանում, կարող լիներ ոչ թե փողը, այլ աղջիկ չեն կիսել, կապ չունի ինչի մասին է խոսքը։ Ես մի ընկերուհի ունեմ, որը բացարձակապես քաղաքականությունից հեռու մարդ ու ոչ քաղաքական միջադեպում երկու մեքենաները սկսել են իրար խանգարել, մի խոսքով մեքենայի այդ երթևեկության թեմա էր, այս աղջիկը սենց սրտանց հայհոյել է մեղավորին, դասական սիտուացիա, գործը հասավ դատարան, այդ աղջկան դատել են խուլիգանության համար, հիմա հարց, եթե Հայկ Կոնջորյանի աղբերն է նման արտահայտություններ իրան թույլ տալիս, իրան խուլիգանության համար դատելու եք այդ ջահելին, թե իրան ամեն ինչ կարելի է։ Հիմա ինչի համար է քրֆել, ինչ դա էական չի, փաստը, հայհոյելա ծեծակերել, երկուսն էլ պետք է դատվեն, մեկը խուլիգանության համար, մյուսը վնասվածքներ հասցնելու համար։ Տիկին Վարդապետյան, վաշ վիխդ, ձեզ ենք սպասում։